Երբ որևէ ժողովրդի հոգևոր տունը ներսից է թուլանում է այդ ժողովուրդը, երբ տունը ներսից է ճաքում, կոտրվում է այդ ժողովրդի մեջքը։ Հենց այդ պատճառով 10-ից ավելի եպիսկոպոսներ, սրբազան հայրեր, թեմակալ առաջնորդներ Հայաստանում և Սփյուռքում բարձրաձայնեցին մի ճշմարտություն, որին անտարբեր չի կարելի հետևել։ Ստեղծված կացությունը վտանգավոր է, իսկ յուրաքանչյուր կորսված օր կարող է դառնալ անդառնալի։ Վտանգն արդեն դրսից չէ, վտանգը ներսից է։ Եվ սրբազան հայրերը հենց սա են ասում, պարզ, առանց ձևականության, առանց շրջանցումների, որ իրավիճակը իրապես լրջագույններից է, իսկ լռության ամեն օրը նոր վերք է, որը վաղը արդեն կարող է դառնալ անբուժելի։ Սուրբ Էջմիածինը պարզապես շենք չէ, պատերը չեն, դա մեր խիղճն է, մեր ինքնության կենտրոնը, մեր միասնականության նշանը։ Երբ սրբությունը սկսում է ծառայել աշխարհի կուսակցական շահերի, ազդեցությունների կամ օտար օրակարգերի, հարվածի տակ է հայտնվում եկեղեցու անունը։ Խոցվում են մեր պետությունը, մեր ընտանիքները, մեր երեխաների ներկան, ապագան, չէ որ ժողովուրդը իր ծանր օրերին առաջին հերթին դեպի եկեղեցի է նայում, արդարության, փոփանքի և Աստծո խոսքը լսելու համար։ Ու մեկ բան էլ, եկեղեցու վերքը չի բուժվում իրավական, քաղաքական ճնշումներով։ Այստեղ ուժը չի օգնում, այստեղ օգնում է միայն ապաշխարությունը, ճշմարտությունը և ներքին նորոգումը, և փառք Աստծո, որ այսօր առաջ եկան եպիսկոպոսներ, որոնք հասկացան իրենց մեծ պատասխանատվությունը և ասացին. այսպես հնարավոր չէ շարունակել։ Որոշեցին կանգնեցնել այս գահավիժումը։ Այսօր, դեկտեմբերի 18-ին, երեկոյան ժամը 5-ին, մեր տեղը Սուրբ Էջմիածնում է, խաղաղ, կարգապահ, խոնարհ, աղոթքով, առանց վիրավորանքի և ատելության։ Մենք չենք գնում կռվի, գնում ենք կանգնելու մեր տան կողքին, որպես եկեղեցու իրական զավակներ և որպես եկեղեցի։ Ոչ կուսակցական դրոշներով, այլ հավատքի լույսով, որ Սուրբ Էջմիածինը նորից շնչի մաքրությամբ, իսկ ժողովուրդը անսահման վստահությամբ։ Սա այն պահն է, երբ ներկայությունը դառնում է հավատարմություն։ Այսօր մեր բացակա լինելը կնշանակի հրաժարում մեր սրբությունից և վաղվա իրավունքից։